Իսկ հիմա ես ուզում եմ խոսել այնից, որ երեք ձեզ հաղորդել էի ICE, Immigration Enforcement, այսպես, եւ Custom Enforcement ոստիկանություն հիմա գնում են նախագահ Թրամփի հրամանով եւ գտնում են անօրինականներին, ձերբակալում են, որպեսզի այս երկրից վտարեն, ինչ որ հարյուրավոր հազար մարդ այդպես վտարեն են կամ այդ առիթի մեջ է, առիթը կա որ վտարեն այս երկրից։ Իսկ ոմանք դրան դեմ են։ Մինեսոտա, Մինեապոլիս, Մինեսոտայում մեկ երիտասարդ կին 37 տարեկան, որի ամուսինը մոտարապես մի տարի եւ այլն առաջ մահացել է, 3 երեխա ունի, իր մեկ ընկերուհու հետ գնում են այնտեղ, որ այս ոստիկանները գալիս են, ինքը ծնված այստեղ, մեծացած այստեղ ամերիկացի իհարկե, բայց դեմ է այս ինչ որ գնում են ձերբակալելու, գնում է այդ տարածքները կամ նախապես ժողովրդին լուր է տալիս, այս ոստիկանները գալու են, դուք ուշադիր եղեք, ամենայն դեպս գնում է մխրճվում է այս հարցի մեջ։ Մեկ ոստիկան, այսինքն այս immigration-ի ոստիկանները գալիս են շրջապատում են իրեն, ուզում են մեքենայից իջնի, ինքը ուզում է գնա եւ հետո այդ ICE ոստիկաններից մեկը կրակում է եւ ինքը մահանում է, այս 37 տարեկան կինը մահանում է, այդ երբ որ կրակում է։ Իր մեքենան հիմա քիչ հետո կտեսնեք, արվածում է մեկ ուրիշ մեքենայի, որ ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել։ Տեսնում եք այսպես, այդ իր մեքենան էր, pilot մեքենա, որ երբ որ կրակեն են, էլ control-ը իր ձեռքը չի լինում, այստեղ է, տեսնում եք, գալիս է մեքենայով, ոստիկանության մոտ է, մեքենան հետ առաջ է դարձնում, մեկ ոստիկաներից մեկը, որ 10 տարի ծառայում է, մեքենայի առջևն է կանգնած, որևէ անձ երբեք դուք ոստիկան լինի, դուք լինեք մեքենայի առաջը չպիտի կանգնել։ Ամենայնից ոստիկանը երբ որ այդ կինը ճանապարհ է ընկնում, ինքը հեռանում է մեքենայի առաջից, բայց հետո կրակում է։ Հիմա առաջի անգամ չի որ այս ոստիկանը այդպես կրակեն է իր անուն իմատվին Ջոնաթան Ռաս անունով ոստիկանը։ Նախագահ Թրամփը ասում է, այս կինը մեղավոր է, ոստիկանը ճիշտ է իր որ կրակել է իր վրա, այստեղ տեսնում եք, ասում եք կինն է մեղավոր եւ որովհետեւ ոստիկանի ուզում էր ոստիկանին հարվածել մեքենայով եւ այսպես են ասում է նախագահը, նաեւ փոխնախագահ այս մասին խոսել է, այս երիտասարդն է քիչ առաջ տեսակ ուր որ իր վրա կրակեն են, մահացել են, այդ փողոց ժողովուրդ փակել է, ծաղիկներ են տեղադրել, որտեղ ինքը տեսնում եք այս Մինեապոլիս, Մինեսոտայում այդ կետն ուր որ մահացել է, ասում են այս կինը ժողովրդին սիրում էր եւ շատ այսպես մեկ անձնավորություն է որ ներում էր որևէ անձի եւ անավարտալի անձնավորություն է եղել, ասում են իր շրջապատը այդ կնոջ մասին, տեսնում եք հետո ոստիկանությունը գալիս է այսպես, բայց եւ այնպես ուշ է լինում, այստեղ հետաքրքիր է, մեկ հոգի գալիս է ասում է որ ես բժիշկ եմ, վիրահատող եմ, թողեք որ տեսնեմ ինչ եղավ այս կինը, եթե կարող եմ ես օգնեմ, բայց այդ ICE ոստիկանությունը կամ այդ immigration ոստիկանությունը իրեն ասում են հեռու գնա մի մոտեցիր։ Սա սպիտակ, այսինքն փոխնախագահն է երկրի Վանս, որտեղ լրիվ այսպես ներկայացրեց, որ լրիվ այս կինը մեղավոր է եւ JD Vance, որովհետեւ իր մեքենայով ուզում էր հարվածել։ Այս ոստիկանը անցյալում, ինչ որ տեսնում եք, անցյալում նաեւ մի դեպքում մեկ հոգու մեքենայից ուզում է իջեցնի, այդ անձը ուզում է ճանապարհ ընկնի, կախվում է դուրից, այդ ոստիկան այս մեքենայի դուրից կախվում է, անձը մեքենայով ամիսներ առաջ սա պատահել էր, անձը բայց չի կանգնում, գնում է ոստիկանը վայր է ընկնում
երբ որ կախվեներ մեքենայից վայր են գնում, հետո իրեն իհարկե հիվանդանոց են տանում, ասացի տա նույն ոստիկանը մոտարապես 10 ամիս առաջ ուրիշ դեպքեր պատահել։ Նորից այս տեսնում եք այս փայլեթն այդ երիտասարդինը ներկայացնի տան մեջ այս ներկայացնի տան անդամներ են, որ խիստ քննադատում են immigration-ի աշխատողներին։ Ում որ տեսնում եք նախարարն է այս երկրի, այս որ ասում է, որ ոստիկանը իրավունք է ունեցել, որ կրակել։ Այս ոստիկանն ինչ որ տեսնում եք, ասացի 8-ից 10 ամիս առաջ կախվեներ մեքենայի վրա, հետո վարորդը գնում է, ինքը վայր է ընկնում մեքենայից եւ այսպես վիրավորվում է ինքը ոստիկանը նախապես նաեւ այսպես այմ մեղադրում որ կոպտություններ կատարել է, այսինքն այս առաջին անգամ չի իմանին, անգամ կախվեներ մեքենային անձին բռնելու, այս անգամ կրակում է եւ հիմա պիտի տեսնել երևի բաց կանեն ինչպես կձևավորվի այս հարցը, հետո երևի կիմանանք եւ այսպես ինչ ասացի մեկ ուրիշ բան որ քիչ առաջ ասացի վիդեոյի ժամանակ մեկ դոկտոր մի անում է որ այդ կնոջը օգնի եւ այդ այսի ոստիկանները ասում են հերու գնա ես քեր չեմ անում դու ոստիկան ես ուզում ես նրանային դու իրավունք չունես այդ վիրավորին մոտենաս ես ուզում եմ շարունակել հիմա խոսել տիեզերագնացներ որ 4-ը օգոստոսին գնացել են գիտեք Space Station գոյություն ունի տիեզերքում, որ գնում են այնտեղ եւ ուսումնասիրություններ են կատարում։ Այս տիեզերագնացներից մինչ հիմա այսպես չի պատահել, 25 տարի այս տիեզերա այս կայանը station-ը այնտեղ գոյություն ունի, մինչ հիմա դեպք չի պատահել, որ մի այսպես տիեզերագնաց հիվանդանա, ստիպված լինեն իրեն հետ բերեն, որովհետեւ այս տիեզերագնացները խիստ քննությունների են ենթարկվում ամեն փորձ այստեղ գետնի երկրագնդի վրա կատարվում է պետք է ֆիզիկապես այս մարդիկ լրիվ առողջ մարդիկ լինեն ամեն ինչը իրենց արյան հատկությունը իրենց ճնշման տակ հատկությունը վակյումում այսպես ուրիշ բոլոր փորձերը տարիներ կատարվում է, սրանք սովորական մարդը չի, որ հիմա մի բան հիվանդ է, այսպես թույլ է եւ այլն, վերին ասյանի փորձառու մարդիկ են։ Անսովոր բան է այս 25 տարվա, որ մեկը հիվանդան, հիմա չեն ասում այդ 4-ից որն է հիվանդացել, որ պետք է փետրվարին վերադառնային, ուրեմն մի ամիս շուտ որոշել են, որ իրենց այդ ուսումնասիրությունը վերջավորության բերեն եւ 4-ին հետ բերեն, ասում են, որ privacy, ուրեմն իր առանձնությունն է, որ չասեն ով է հիվանդացել այնտեղ, եթե ինքը ուզի, հետո այդ տիեզերան գնացը կարող է ասի, բայց իրենք չեն ուզում հայտնել։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ այս անձիկ, որ տիեզերքում են, այնտեղ իրենց ուսումնասիրությունը 5 ամիս կատարեն են, նախատեսվում էր առնվազն 4-ն են 6 ամիս պիտի մնային կամ ավել 8 ամիս, բայց եւ անմիջապես իրենց ուզում են հետ վերադարձնեն, որպեսզի մի դեպք չպատահի երևի այդ անձին ինչ որ վատ է զգացել կամ հիվանդ է զգացել։ Այստեղ այս տիեզերագնացներն են եւ ասում են աստրոնավտ որ մեկ բժիշկի հետ են խոսում, mission control, այստեղ տեսնում եք եւ բացատրում են ամենայն դեպս այս տիեզերանավներ, որ իրենք գնացել էին կոմանդերն է 4 ուրիշներ, տեսնում եք այս 4 անձնավորություններն են, որ այնտեղ են, մեկը ուրեմն հիվանդ է, ասում են հիմա իհարկե շատ լավ է, վատ էր զգում, բայց հիմա լավ, բայց ամենայն դեպս այս տիեզերագնացներն են, որ հիմա պիտի հետ վերադարձնեն, այստեղ տեսնում եք իրենք physical, extensive physical and psychological, ուրեմն հոգեկան եւ ֆիզիկապես իրեն չեք են անում ամեն ինչ եղունգը, մատը, գլուխը, թեստեր են անում, լաբորատուարներով diagnostic թեստեր են կատարում այս տիեզերա
գնացների վրա, այսպես չի որ ամեն մարդու չի որ ընդունում են եւ երբ ընդունում են տարիներ բոլոր ինչ որ տիեզերքում պիտի կատարեն, այստեղ գետնի վրա կատարում են, բայց նույն վիճակը ստեղծում են եւ այս մարդիկ այդ փորձերը ձեռք են բերում, տեսնում եք, եթե կինը կրծքի թեստեր լրիվ կատարում են, պրոստատիկ թեստեր կատարում են, վիզը, սիրտը, թոքերը երկար ժամանակ ամբողջ կատարվում է մինչև թույլ տրվի, որ անձը գնա տիեզերք, այստեղ տեսնում եք այս 4-ն, 4-ից մեկն է, որ պատճառը դարձել, որ իրենց անմիջապես վերադարձնեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից փոթորիկի մասին պիտի խոսեմ, Վենեսուելայի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում։ Burbank Adult School-ը հենց հիմա այս օրերից գրանցում է, արձանագրում է աշակերտներին 12 տարբեր subject կամ նյութը ինչ որ դասավանդվում է 18 տարեկան եւ անձը ավելի պիտի լինի մինչեւ 90-100 տարեկան դասավանդումները շուտով սկսվելու է, որ առաջ այցելեք Burbank Adult School, կարող եք հեռախոսեք, բայց ավելի լավ կլինի գնաք այնտեղ հայ ուսուցիչներ կան վերին ասիան փորձառու, որը գլենդել Burbank-ի դպրոցներում դասավանդել են անցյալում եւ իրանք այնտեղ հիմա դասավանդում են։ Որևէտեղ հարավային Կալիֆոռնիայում ապրում եք, կարող եք գնալ գրանցվեք։ Ասացի դասավանդումները բոլոր անվճար են, Կալիֆոռնիայի նահանգն է վճարում եւ ձեզ Կալիֆոռնիայի նահանգը վկայական է տալիս, որ դուք ավարտել եք այս դասավանդումներին մասնակցել եք եւ ավարտել եք անպայման այցելեք հավելյալ տեղեկությունների համար Central Pharmacy հովանավորում է ծրագիրը գտնվում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը տեսնում եք այստեղ իրենք գտնվում են տարիներ գտնվում են Կալիֆոռնիա փողոցի վրա Դոկտոր Յուսեֆյան եւ իր դուստրը երկուսն էլ տեղակորձեն իրենց նոր կենտրոնը մի քանի օր հետո բաց են անելու Sunland քաղաքում որտեղ կծառայի Sunland եւ հարակից քաղաքները բոլոր կամ կարող եք այցելեք այնտեղ տեղեր վերցնեք կամ զանգարեք տեղեր բերեն ձեր տանը Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք վարձնեք ապարտման կամ առանձնատուն դա պիտի մաքուր լինի դուք վճարում եք բնակարան ձեզ տվեն են պիտի մաքուր լինի եթե այդպես չի մրջուն կա միջատ կա պահարանը բացում եք միջատները բարձրանում իջնում են մուկ կա դա ձեզ պիտի հատուցում տան դուք ոչինչ փաստաբանին չեք վճարում եթե հաջողեց ձեզ համար գումար վերցնի հետո իրեն կվճարեք խորտակցեք զանգարելով այս հեռախոսահամարին Օրենջ շիփինգ հովանավորում է ծրագիրը Օրենջ շիփինգ մի ծանոց իրենց հանձնեք երկու ծանոցը կես գնով Հայաստան են տանում մի փանդ օթանավոց ծանոց ղրգեք այնտեղ սա օվկիանոսի միջոցով է ընդամենը $2.99 է Շահին թուրն է հովանավորում ծրագիրը դեպի Ժապոնիա ապրիլի 20-ից մինչև 29 10 օրվա թուր է կազմակերպված $3,490 միայն կվերադառնա Այս վերջին օրերը գիտեք եղանակը ցուրտ էր մասամբ գիշերները մանավանդ մեր շրջանում իսկ մեղմանալու է մի քանի օրից ավել եւ նաեւ ուզում եմ ասել նաեւ որ ինչ տեղի ունենալու հիմա միասին տեսնենք այս եղանակի մասին տեսնում եք փոթորիկ է տեղի ունեցել Minneapolis Oklahoma City խիստ այստեղ Օքլահոման եք տեսնում եւ այս փոթորիկի հետևանքով տեսնում եք շենքը լրիվ քանդին է 80 մայլ ժամական մեքենան տեսնում եք վայրը ընկել այսպես ճանապարհները փակվել եւ մեզ մոտ այստեղ տեսնում եք 60 մայլ ժամական քամի էր տեղի ունենում եւ տեղի ունենալու գազ տեսնում եք 60 մայլ
Սա մեր շրջանում է այնտեղ տեսնում եք Սանտա Բարբարայից մինչև տեսնում եք այդտեղ Riverside, San Bernardino այդ տարածքները տեսնում եք եթե ուշադիր եղեք մասամբ շատ վտանգավոր չի, բայց եւ այնպես դա քամի է, փոթորիկ է, դուք ավել ուշադիր լինեք, ավել հարմար կլինի։ Սա իհարկե ասացի հեռու տարածքներում է Օքլահոմա մեզ մոտ, այսինքն արևելյան նահանգներում այսպես է 9 միլիոն մարդ ռիսկի տակ է, բայց սրանք բոլորը Memphis, Tennessee եք այնտեղ տեսնում եւ New Orleans-ն եք տեսնում, Louisiana նահանգն է, Georgia նահանգը, այդ նահանգները ավել խոշոր փոթորիկներ է լինելու, եթե ապրում եք այդ տարածքներում, վաղ այս է լինելու ձեր վիճակը ուշադիր եղեք։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել ինչ որ նախագահ Թրամփը երբ հրաման էր տվել որպեսի մտնեն Վենեսուելա, իհարկե այս երկրի օրենքը այդպես չէ որ նախագահը ինքը որոշի գնան երկիր, ուրեմն գրավի երկրներ գրավի, պետք է օրենսդիր մարմինը ներկայացնի տունը, անցկացնի իրենց տան մեջ, որ թույլ է տալիս նախագահը օրինակ պատերազմի մեջ մտնի, որովհետև կարող է երկիրը վտանգված է ուրիշ, արված են ուրիշ երկրի, արձակվեն ուրիշ երկիր, սենեթը պիտի անցկացնի, երբ անցնի, հետո նախագահը ստորագրում է, տառնում է դա այդ թույլտվությունը, որ ինքը գնա այսպես, բայց որ Վենեսուելան հիմա իրեն հարցնում են, ասում են մինչև երբ եք դուք հիմա մտակ այդտեղ նախագահին ձերբակալել եք եւ ասում եք կոնտրոլ եք անելու նախագահին հարցում եք կարծում եք մի շաբաթ, մի ամիս, 6 ամիս, մի տարի, ասում եք չգիտենք, երկար ժամանակ այդպես է լինում։ Այդ բերումով էր սենեթում սենեթորները միացան իրար, անգամ 5 ռիփաբլիկան սենեթորներ միացան դեմոկրատների, որ եւ պահանջեցին, որ այսինքն անցկացրին բանաձև, որ նախագահը պիտի օրենսդիր մարմինից իրավունք առնի, եթե պիտի ուրիշ երկիր կառավարի, որովհետև Ամերիկան լավ փորձ չունի այս ուրիշ երկիր ղեկավարելու, կառավարելու, այդպես էր, երբ որ Աֆղանստան մտան 20 տարի այնտեղին վերջը զոհեր տալով, այսպես տարիներ հետ նահանջեցին այնտեղից բիլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո Իրաք մտան նույնը 4440 մարդ զինվորական մահացավ բիլիոնավոր գումարներ ծախսեցին վերջը թողին դուրս եկան այսպես մի հատուկ խաղաղություն չեկավ դեռ մինչև հիմա նաև դժվարություն կա Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, երկիրը լրիվ բաժանվել է գնացին այդ ժամանակ Մոամար Կադդաֆին երկրից հանեցին, հազարավոր մարդիկ մահացան եւ հիմա նաեւ երկիրը երկու մասի անջատված տարօրինակ վիճակում է, ուրեմն այս լավ փորձ չկա այդպես, դրա համար մտահոգ են հիմա թվում է Վենեսուելան այդպես է, բայց հիմա նախագահը ասում է մենք իրենց նավթը կվաճառենք։ Վենեսուելան ամենամեծ նավթի պաշար ունի աշխարհում։ Ոչ մի երկիր այդքան նավթ չունի, ինչ որ Վենեսուելան ունի, ասում են մենք կվաճառենք այդ եւ ոմանք համարում են այդ ուրիշ երկրի նավթը Ամերիկան վաճառի եւ իրենց հետ partner կդառնանք։ Ամերիկյան ընկերությունները մենակ կարող են կան այդ նավթը գնեն տանեն, ուրիշ երկիր իրավունք չունի այդտեղից էլ այլևս նավթ տանի այդ երկրը։ Այսպես հարցերը բարձրացնում, որ օրենս մարմնին դուր չի գալիս, բայց հիմա խնդրեմը սա է, որտեղ նախագահը մեծ ասում է 5 ռիփաբլիկաններին պետք է հաջորդ անգամ ընտրության ասեմ, որ քվեջ տան դուրս անենք աշխատանքից։ Դեմոկրատները բոլորը միացած են, ընդամենը 5 ռիփաբլիկան միացել էին եւ այդ բանաձևը անց էին կասրել։ Բայց բախտ է, որ ներկայացնի տան մեջ անցնի, քիչ է, բայց եւ անցնի, որովհետեւ քվեն շատ մոտ է, ինքը կարող է վետոյի ենթարկի ու չլսի այդ ինչ որ հիմա խոսում են այնտեղ այս մասին։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել Վենեսուելայում եք տեսնում, որ կողմ եւ դեմ դուրս են եկել
ոմանք պահանջում են ամերիկացիները հեռու մնան իրենց երկրներից, իսկ նախագահին եք տեսնում, որ ինչ որ ձեզ ասացի, ինչքան ժամանակ պետք է Վենեսուելան ղեկավարեք, նախագահը մեկ անգամ ասաց, որ ժամանակը կասի, որ մենք ինչքան ժամանակ պետք է ղեկավարենք, հետո մեկ ուրիշ անգամ այստեղ տեսնում եք մեկ լրագրող ասում է 3 ամիս, 6 ամիս, մի տարի ավելի երկար, ինքը ասում է առավել երկար, այսինքն մի տարից շատ ավելի երկար կտևի Ամերիկան մնալու է Վենեսուելայում այդ երկրում է լինելու, այսպես տեսնում եք նաև ասում է մենք պետք է կառուցենք այդ երկրի այդ մի ձև, որ շահավետ երկիր լինի, այսինքն Ամերիկան պետք է նաև այդպես երբ որ բարեփոխումներ մտնի երկրի մեջ, որովհետև նավթարվեստը այնտեղ երկար տարիներ, որովհետև թույլ չէին տալիս դժվարությամբ կարողանում են մի բան ներմուծեին այդ մեքենաները նավթի եւ այլն դժվար հին են, փչացել են բոլոր, այստեղ տեսնում եք, այսպես կողմ եւ դեմ դուրս են եկել մարդիկ, մեկը ուրախ է, մեկը բողոքում է եւ ասում են ինչ է պատճառը, որ զինվորականներին Վենեսուելա ուղարկեցիք, մեկ լրագրող հարցնում է, ասում է ես չեմ ուզում մանրամասը բացատրեմ, ասում է դա գաղտնիք է տեղ մնում, չեմ կարող բացատրել, որ ինչ է պատճառը, իհարկե ոմանք ասում են պատճառ չկա, մենակ նավթի պատճառով է, նախագահը մոտիկ է նավթընկերության, նավթարվեստի բիզնես տերերին, ուրեմն կատարում է նախագահները այս մեծ բիզնեսներին օգնում են։ Սա ջան հանդի տեսնում եք այստեղ Միզուրի նահանգի սենեթերը, որ ուրիշ ռիփաբլիկաններից միացել էին սենեթում քիչ առաջ բացատրում էի, ասացին, որ նախագահ պետք է գա եւ թույլ տվություն վերցնի սենեթից, ինչ որ օրենքն է ասում իհարկե, բայց ասացի բախտը, որ անցնի սա ներկայացնի տան մեջ թեև անցնի ինքը պիտի ստորագրի, կարող է վետոյի ենթարկի եւ այսպես վիճակ է տիրում այս հարցի շուրջ։ Նախագահին նաև հարցում են, որ ինչ հզոր է այս Ամերիկան ինքը ինչքան հզոր է, մի բան կա, որ կարող է իրեն կանգնեցնի, ստապ անի որևէ բան, ասում է այո, իմ այսպես մորալիթին, իմ կարծիքը ինչ որ ինքը որոշի, այսինքն ոչ մի ուրիշ բանի չի կապում բացի իրեն, որ եթե մի բան կարող է կասեցնի այդ ինչ որ նախագահ ցանկություն ունի աշխարհում կատարի։ Այստեղ Վենեսուելայում եք տեսնում, որ պոլիսն է, ասացի երկու արծեր կան այնտեղ ոստիկանություններ, որ որոշ տարածքները պահպանում էին։ Այստեղ տեսնում եք ինչ որ ասացի, անհայտ է մինչև երբ են Ամերիկան Վենեսուելան իր շվաքի տակ պահելու է։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Իրանի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են ծրագիրը։ Ատամնաբույժներ են, գտնում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի վրա, որևէ հարցեր ունեք ատամի հետ, լինդի հետ, ատամնաշարերը պիտի տեղադրեք, ցավ ունեք ատամի, բոլոր այդ հարցերով զանգարեք այստեղ։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի հետ ճիշտ հատման կետում է գտնվում։ Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post գտնում է Գրանադա Hills-ը գտնվում, ծառայելու է բոլոր հարակից քաղաքների այդտեղ, եթե ծանրոց պիտի ղրգեք Հայաստան, եթե գումար պիտի ղրգեք Հայաստան, կատարեք Երևան Post-ի միջոցով։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 արսանյաց սրահներ ունի կամ կնունք նշանտրեք, իսկ ամեն օր ճաշ է առաջարկում 5 հոգու համար եւ 10 հոգու համար։ Դուք մեկ անգամ փորձեք, տեսեք այդ ճաշը ինչ որ ձեզ բերում են,
երևի կշշմեք զանգահարեք այս հեռախոսի համարին ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատմանկետում հեռախոս շատ հեշտ է 818 6000777 գտնվում է Glendale-ում բնականաբար տեղերի կարիք ունեցած գնացեք իրենց մոտ կամ իրենք կբերեն ձեր տանը ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Չոփրյանները 3 փաստաբաններ են ձեզ են առաջարկում եթե ավտովթար ունեցաք մտահոգություններ ձեր հանձնեք իրենց զանգահարելով այս հեռախոսի համարին կվերադառնա Ձեզ հաղորդել էի, որ Սպիտակ տունը նախագահը ուզում է փոփոխություն բերի այդ շենքի մեջ, այդ պատմական շենքի մեջ 1900 մոտարապես 10 թվից 15 թվից միշտ նորոգում եղել է շենքի մեջ, բայց որ մի մասը փլեցնեն նոր շենք կառուցել այդպես չի եղել։ Ես ուզում եմ նախ նկարով ցույց տալ, որ ինչ է տեղի ունենում, որպեսզի դուք պատկերացումն ունենաք։ Սա նախքան այս շենք որ East Wing-ն է Պլատնի նախագահ այսպես էր եւ այս մեջտեղում ինչ որ տեսնում եք որ նույնն է սա նույն մասն է տեսնում եք տեսեք հիմա այս որտեղ Սպիտակ տունն է նախագահի West Wing-ը կամ այդ շում տեսնում եք մեկ հարկանի շենք է որ նախագահի ուր որ ինքը նստում է եւ իր աշխատակազմը իրեն օգնում է այդպես է իսկ փոփոխությունը այս մասին է որ սրան հիմա քանդեն են եւ նախագահ ուզում է երկու հարկանի մոտարապես 90000 square feet 9000 մետր ballroom այսինքն հավաք այսինքն հարսան այսպես խնջույքի սրահ կառուցի այդտեղ խոշոր որը ոմանք բողոքում են որ այս այնքան մեծ է որ ինքը Սպիտակ տունը ավել կարճ է սրանից եւ այսքան հսկա չի այստեղ այս մեջտեղի շենքը որ Սպիտակ տունն է Երևալի է իսկ այստեղ այս հավաքասրահն որ ավել Երևալի է դառնում բողոքում են իսկ նախագահ հիմա եկավ նոր կարծիքով ասում է այստեղ որ Oval Office-ը ծվածև գրասենյակը այստեղ է նախագահի նստաշրջան office-ը գրասենյակը երկրորդ հարկ նաև հիմա նոր այս վերջին օրերս երկու օր է որ ասում է սրան նաև երկհարկանի սարքեն ուրեմն բոլոր այս շենքերը կդառնան երկհարկանի տարբեր է լինելու ինչ որ այսօր գոյություն ուներ հիմա ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել տեսանյութի միջոցով տեսնեք որ Այստեղ տեսնում եք այդ արևելյան մասները East Wing-ն է, որ քանդեն են, հիմա մեկ արքիտեկտ գծագրել էր, հիմա նախագահը նրան հանել է, չի հավանում այս անձնավորության բերեն են եւ ասում է, որ շենքը լինելու է երկհարկանի, բոլորը լինելու են էլ մեկ հարկանի շենք այնտեղ չի լինի։ Սա օգոստոսիները նախագահ այն բարձունքից արքիտեկտի հետ նախկին արքիտեկտի հետ խոսում այստեղ լրագրողներն են իրեն հարցեր են տալիս բայց եւ այնպես ասում է այդ ballroom-ը կամ հավաքասրահը մեծ է լինելու բացատրում է դեկտեմբերի 29-ին այստեղ տեսնում եք հիմա ամեն ինչը երկար է լինելու քան թե ուր որ նախագահի բնակարանն է ասում ավել բարձր է լինելու եւ ինչ որ ասացի West Wing կամ գրասենյակ այնտեղ հիմա նախապես ասեն 200 միլիոն ծախսը կլինի հիմա ասում են 400 միլիոն եթե ասում են 400 միլիոն բնականաբար շատ ավել կլինի որտեվ երբ որ կառուցում եք շենք եք կառուցում եք այլն տեսանելի կամ չսպասված ծախսեր է բացվում եւ 400 միլիոնը նախագահ ասում է որ կառավարությունը չի վճարելու ես գնալու եմ եւ մեծահարուստներից գումար եմ վերցնելու իրենք կնվիրատվություն կանեն
Որև ոմանք արդեն արել են, ասում են նախագահը իհարկե, եւ երբ լրագրողները հարցնում են անունները ինչ է այս մարդկանց, նախագահը ասում է չենք կարող անունները բացահայտել։ Ես ուզում եմ խոսել հիմա Իրանի վիճակի մասին խոսեմ, խիստ այսպես բողոքի ցույցեր է տեղի ունենում Իրանում, առնվազն 20 հոգի մահացել են Իրանում եւ այս բողոքի ցույցերը չտեսնված է նախկինում նաեւ տարիների ընթացքին այսպես դեպքեր պատահել են այս անգամ թագավորի թագաժառանգ ավել շուտ Իրանի թագավորի զավակը մինչև ասում էր ես չեմ վերադառնալու, իսկ հիմա ասաց որ ինքը պատրաստ է վերադառնա ոչ թե որպես թագավոր, այլ որպես ընտրության մասնակցի, որպես նախագահ երկրի, որ պատկերացրեք 4 տարի նախագահ հետո մի նստաշրջան, այսպես արտահայտություն արել, բայց ամենայն դեպս չտեսնված բողոքի ցույցեր է կատարվում, երեք նաև ցույց տվի 100-ից ավել տարբեր քաղաքներում։ Ես ուզում եմ մի փոքր պատկեր իմացած ցույց տալ, ինչ է տեղի ունենում, մարդիկ միծև քաջալերված, խրախուսված մասնակցում են այս ցույցերի վերջին տարիներում տեսնված չի եղել։ Պատահել է մի քանի անգամ, բայց կարողացել է կառավարությունը զսպի եւ երկրի նորից կոնտրոլի տակ բերի։ Երկրի ղեկավարը Խամենեին, Այաթոլլահ Խամենեին 86 տարեկան է։ Նախագահ Թրամփ ասել է, եթե մարդկանց վրա հարձակվեն, Ամերիկա, այսինքն Իրանի զինվորականները, տեսնում եք ամեն ինչը խիստ թանկացել է, կարողություն չունեն գնելու։ Ինձ ասացին, որ երբեմն մարդիկ գնում են օրինակ մի հացը նախապես մի հատ 4 հատ հաց են գնում, հիմա կես հաց են գնում կամ մի քիչ բրինձ են գնում, մի քիչ ուրիշ, այսպես տեսնում եք Բաշար Ասադը գիտեք տապալվեց Իրանի այսպես զինակիցներ, նաև Հեզբոլլահը այնտեղ Լիբանանում խիստ իր դիրքը կորցրել է, իր հեղինակությունը կորցրել է նաև Հեզբոլլահը, ուրեմն Իրանը դրսում մոտարապես բարեկամ երկրներ չունի այս վարքյանից, ռուսների հետ մասամբ լավ է հարաբերություն, բայց գիտեք ռուսներին վստահելը մի քիչ դժվար է, որովհետև հիմա Ամերիկայի հետ աշխատում է հարաբերությունը նախագահ Պուտինը շատ լավ հարաբերություն պահի, դրա համար չի մխրճվում, օրինակ Վենեսուելան մոտիկ բարեկամներ ռուսների, բայց միայն բողոքով, որ բողոքում են, որ Ամերիկանի զուր է մտել Վենեսուելա, բայց ոչ մի օգնություն չտվին այդ երկրին։ Ես ուզում եմ նաև խոսել հիմա Օբամա քերի մասին։ Ներկայացների տան մեջ այս Օբամա քերը, որտեղ անցյալ տարի ռեփաբլիկաններ, դեմոկրատներ չկարողացան համաձայնություն կանացեցին հաջորդ տարի Օբամա քերը հիմա գոյություն չունի։ Օբամա քերը այն վիճակն է, որ 22 միլիոն մարդ օգտվում էր այս երկրում ամենավերջին ժամանակ, այսինքն մինչև դեկտեմբեր 22 միլիոն այդպես օգտվում են Օբամա քերը։ Օբամա քերը կամ Affordable Care Act-ը ինչ էր։ Այսպես է որ նա որ իր եկամուտը քիչ էր, Օբամա նախագահի ժամանակ օրենք անցկացրին, որ կառավարությունը կվճարի այդ գիտեք եթե health insurance, առողջապահական insurance, նրանք որ աշխատում են։ Ես չեմ սա նրանց մասին չի ինչ որ տարեցներ են, այսպես Medicare, Medical-ը 65 տարեկան եւ ավելի ստանում են, դրա մասին չի։ Սա այն մարդկանց մասին է, որ աշխատում են, բայց իրենց եկամուտը բարձր չէ։ Ուրեմն այդ Օբամա քերը եկել այսպես, որ իրենք փոքր գումար էին տալիս, տարին պատկերացրեք 2000, կապված իրենց եկամուտին $3000 տալիս էին, ու այդ առողջապահական ապահովագրությունը իրենց համար, ընտանիքի համար ունեին։ Մնացածը, որտեվ այդ ամեն ընտանիքի 4 հոգու ծախսը բժշկական $27000 է։ Ուրեմն եթե իրենք 3000, 4000, 5000 ինչ որ վճարում էին, մնացածը կառավարությունն էր
հոգ տանում դրա ծախսը եւ դա անցնում է բիլիոների հիմա Թրամփը եւ իր վարչակազմը ասում են չենք վճարելու հիմա այս հարցը ներկայացնի տան մեջ 17 ռիփաբլիկաններ ասացին ոչ մեր տարածքում չկա որ կամ միջին եկամուտ ունեցող անձիկ են ապրում որ օգտվում են Օբամաքերին այդ 17-ը միացան բոլոր դեմոկրատներին եւ անցկացրին այդտեղ որ Օբամաքերը նորից շարունակվի իսկ հարցը է որ սենեթում նաեւ պիտի անցնի որ չի թվում այս ձևով որ ներկայացնի տան մեջ անցել է սենեթում անցնի հիմա անցնենք առաջ եւ տեսնեք այս քվեարկության ժամանակ եք տեսնում որ ինչ որ ձեզ ասացի health insurance-ի մասին է որպեսզի կարողանան աշխատող մարդը կարողանա առողջապահական ապահովագրություն ունենա իրեն եւ իր ընտանիքի համար որը հիմա դժվար վիճակի մեջ է եւ կկորցնեն դրանք որ օգտվում էին ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից մեքենա ցույց տամ որ շրջվում են տեսնեք երկու կողեր եւ փախուստ էին տալիս ծրագիրը հովանավորում է Jora Transportation հովանում եթե դուք մեքենայի կարիք ունեք այս գեղեցիկ Cadillac հենց ինչ որ տեսնում եք այստեղ 2026-ի Cadillac է եթե պիտի գնաք օդանավակայան եթե պիտի գնաք խանութ առևտուր անեք կարող եք վարձել քաղաքի մեջ պարոն Ժորան ասում է շատ քիչ գումարով ինքը կտանի որևէ տեղ ուզում են գնան այս Glendale քաղաքում կամ Burbank եւ այլն փորձեք ամենահարմար կինը ձեզ խոստանում է որ առաջարկի հեռախոսահամարները ձեզ մոտ նշանակեք ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ալերգիայի եւ ասմայի մասնագետ է հեռախոսահամար տեսնում եք Գլենոքս փողոցի վրա է գտնվում 30 տարվա փորձառություն ունի զանգարեք իրեն ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ է առաջարկում ծանրուց ղրկել Հայաստան օդանավով ընդամենը $2.99 գումար պետք է ուղարկեք մի տոկոսով կարող եք ուղարկել երկու կենտրոն ունի Լանկեշին փողոց Նորթ Հոլիվուդ Գլենդելում East Palmer եւ Adams փողոցի ատման կետում ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է Ամերիկայի ամենախոշոր տաշնամուրի խանութն է 600 տաշնամուր կա այնտեղ $1,000-ից մինչև $500,000 տաշնամուր կարող եք գտնել այստեղ 1928 թվականից 98 տարի է Hollywood Piano-ն աշխատում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրաբույժ մասնագետ իրեն ամենանոր կենտրոնը բացեն արել Orange County-ում Glendale-ում սա հեռախոսահամարն է զանգարեք Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը Raffi's Market գտնվում է Burbank-ում պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու կվերադառնա New Jersey-ում երկու եղբայր գողեր մեքենային գողանում պոլիսը հետևում է իրենց արագորեն գնում են տեսեք այսպես փողոցից դուրս են գնում տեսեք շրջվում է այդքան շրջվում է բայց երկուսն էլ կարողանում են մեքենայից դուրս գան ու փախուստ տան այս գողերը բայց ամենայն դեպս ոստիկանությունը կարողանում է այդ երկու եղբայր գողերին ձերբակալի մինչև հետո հանձնվեն դատարան տանեն իրենց եւ ինչ որ պատիժ պիտի ներկայանան ես ուզում եմ խոսել Շան Դիդիքոմի մասին շատ Դիդիքոմը երկհան երկի ճանաչված անձնավորություն էր որ հրավիրում էր աղջիկներ եւ հետո դրագ էր տալիս եւ խմիչք դրագ եւ իրենց մի քաղաքից ուրիշ քաղաք էր տանում հետո ուրիշ տղամարդկանց ասում էր որ իր այդ կանանց հետ հարաբերություն ունենան հետո ինքը նկարեր հաճույք էր տանում ինքն էր հարաբերություն ունենում տղամարդկանց հետ կանանց հետ ամեն տեսակը մի 3 տարի երբ որ իրեն ձերբակալեցին եւ տատի տվին եւ վերջնական իրեն այն մեծ դաժան հարցեր որ կարող էր ցմա իրեն բանդարկություն լիներ փրկվեց ասացին 4 տարի նաեւ պետք է բանդ մնա
Հիմա դիմեց նախագահ Թրամփի, որ իրան ներում տա։ Նախագահները որևէ անձի անգամ մարդ սպանած լինեն եւ այլն, եթե ֆեդերալ դատարանում դատի են տվել, մեղավոր են եղել, կարող է նախագահ ներում տա։ Շարունակենք, տեսնում եք Շան Դիդի Քոմին, որը 50 մի քանի տարեկան է, բայց նախագահը ասել է չի ցանկություն չունի, որ ներում տա իրեն, ուրեմն այսպես մնալու է, միթե հետո նախագահ միտքը փոխի կամ ուրիշ առիթներ լինի, Շան Դիդի Քոմին եք տեսնում։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ Castaic Los Angeles County-ում freeway եմ ուզում ցույց տալ, որ տեսնում եք մի տրակ Pyramid Lake, այստեղ Castaic-ը ստեղ մեր հյուսիսում այսպես տեսեք այս տրակը լրի freeway-ը փակում է 5 freeway-ը, որ հիմա իհարկե անցկացրին այսօր, եթե դուք դժվարություն ունեիք, պատճառ այս տրակներ եւ դրա համար տեսակ freeway-ը լրիվ երկար տարածք փակված էր։ Նաեւ ես ուզում եմ շարունակել եւ ցույց տալ ձեզ ասեմ, բոլոր այս երկում բարգացած են, չի տարբերում։ Դուք նաեւ եթե բարգացած եք, մտածեք, տեսեք պատճառը ինչ է բարգացած։ Մեկ անց մտնում է Բոլդուզերի մեջ Հենդերսոն Նևադայում է պատահում եւ կարողանում է հմուտ է լինում այդ բոլդուզերը աշխատացնի ու գնում է հարվածում է պոլիսի մեքենաներին։ Այստեղ նայեք հիմա պոլիսի մեքենան է, որ 33 տարեկան այս անձնավորությունը այս բոլդուզերով որևէ պոլիսի մեքենա գալիս է հարվածում, ամենայն դեպս կարողանում են իրեն ձերբակալեն, այնտեղ մեկ ոստիկան բարձրանում է բոլդուզերի մեջից իրեն քաշում է 2-ով վայր են ընկնում, մոտարապես պատկերացրեք 2 մետր կամ 1.5 մետր բարձրունքից այս ոչրագործն է, այսպես տեսնում եք պոլիսի մեքենան էր, որ հարվածում է, երևում է գիտի ինչպես տեսեք քանի պոլիսի մեքենա ջարդերն է, ամենայն դեպս իրեն կարողանում են ձերբակալեն եւ հիմա տեսեք այն բարձրունքից 2-ով ոստիկան եւ ինքը վայր են ընկնում, բայց մի բան չի լինում, լուրջ երկուսին էլ վնաս չի հասնում, դատի պիտի տրվի հիմա։ Ես պիտի դադարեցնեմ, երբ հրատարակամ դատարի շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ եք ունեցել ձեր տանը կամ բիզնեսում կամ ակսիդենտ ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Hugo Shipping հովանավորում է ծրագիրը։ Hugo Shipping գտնվում է Լոս Անջելեսում, Հոլիվուդում է գտնվում, հայկական տարածքում։ Եթե մի ծանրոց ազնեք, մյուսը անվճար կտանեն ձեր համար Հայաստան, որևէ չափի լինի։ Օդանավով փանդը 2.99։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարի զանգեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, բասուն են, մի բասուն են, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Jackpot-ն է հովանավորում այս ծրագիրը, Jackpot ձեզ առաջարկում հագուստներ, կոշիկներ, պայուսակներ, բոլորը կգտնեք Jackpot-ում, Pacific փողոցի վրա է գտնվում Jackpot-ը։ Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում այս միքսերը, ինչ որ ունեք, ուզում եք մանրացնեք, սալադներ պիտի պատրաստեք եւ ուրիշ, սա որտեղ ուզում եք նայեք $45 եւ ավելի արժում, իրենք իջեցրեն ընդամենը $19, էլեկտրականը բնականաբար անպայման այցելեք գնելու այս չափը կվերադառնա։ Այս երիտասարդները նշանված են լինում, հետո սա մի կամուրջ է, որ այստեղ տեսնում եք Միշիգանում է, այս կամուրջի վրա տղան ծունգի է գալիս, մատանի է հանում կրպանից ու առաջարկում է ամուսնանալի, արդյոք կամուսնանաս ինձ հետ, մատանին հանում է, բայց այդ կամուրջը հարթ չի տակը, արանքից անցնում է եւ պատկերացրեք 118 ֆիտ բարձրունքից, մոտարապես մտածեք մի 35 մետրից ընկնում է, այնտեղ ձյուն է եկել, այս երիտասարդները առաջարկել է,
ամենայն դեպս իրենք իջնում են ինչ ման են գալիս մատանին չկա ու չեն գտնում ասում են մեկ անձնավորություն որ այդտեղ է այդ աշխատում է այդտեղ եւ գործիքներ ունեն տեսնում եք բերեն է ու կարողանում է մատանին ձյունի միջից հանի այս անձնավոր իրեն բացատրում են իհարկե մեր մատանին են գնում ենք ման ենք եկել չենք գտնում կարողանում է գտնի այդ անձնավորությունը եւ զանգարում է իրենց ասում է ձեր մատանին կտնեմ եկեք տարեք այստեղ տեսնում եք երբ որ զարմացած մատանին կամուրջի միջից վայր է ընկնում ասացի 35 մետր բարձունքից ընկերն է պատկերացրեք մոտարապես 10-11 հարկ շենքի բարձունքից եթե վայր ընկնի ինչպես պետք է ձյունի մեջ գտնեք ամենայն դեպս այդ անձնավորությունը որ հոգ էր տանում այդ տարածքը կարողանում է գործիքով կաճառել ու մատանին հանձնի հարսին Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում